Պաշտպաններ, շատ եմ խնդրում, գիտենք, որ մենք խտրական չենք, գիտենք, որ մենք ձեր որևէ մեկի մեջ տարբերություն չենք դնում եւ կարեւոր է բոլորի խնդիրները սկսած են քաղաքացու խնդրից, որը 45,000 դրամ էր եւ վերջ ասացեն քաղաքացու խնդրից, որը 20 միլիոն դրամ էր կամ 53,000 դոլար էր, բոլորիդ խնդիրը հավասար է եւ կարեւոր է, այսպես ես կխնդրեի, որ ինքնուրույն համակարգվեիք եւ 15 հոգի մարդ առանձնանար այդ հանդիպմանը մասնակցելու համար, առաջնորդվելով հետեւյալ տրամաբանությամբ, որ քաղաքացիներ այստեղ եղել են, որ հանդիպել են գլխավոր դատախազությունում, քաղաքացիներ եղել են, որ գաղտնի հանդիպումներ ունեցել են կենտրոնական բանկում, կցանկանայի, որ ներգրավվածություն ունենար այս պահին այն քաղաքացիները, որոնք դեռևս մինչ այս պահը որևէ պետական մարմնում հանդիպում կամ մասնակցություն այդպիսի չեն ունեցել։ Այս տրամաբանությամբ առաջնորդվելով կխնդրեի 15 հոգի ինքներ ձեր մեջից ընտրեիք ու գնայինք հանդիպման։ Պարոն Կարագոզյան, ինչ կընտրեն մի բան հասկանանք, ամեն դեպքում թափանցիկությունը ամբողջությամբ չի ապահովում, մենք չենք կարողանալու գալ լուսաբանել, մենք իհարկե հավատում ենք, թե դուք ինչ խոսեք, դուք կգաք կասեք, բայց գաղտնի բանկը ինչ որ խորհրդակցել է։ Կարծում եմ, որ ոչ, կարծում եմ գաղտնի բան չկա, տեսեք, քանի որ առաջի անգամ է, քանի որ մեկնաբանվեց, որ ուղղակի հանդիպում ենք խնդիրը հասկանալու համար, դրանից հետո արվեց մի քիչ հակասական արտահայտություն, որ տեղյակ են խնդրից, այսինքն եւ տեղյակ են եւ դեռ նոր պիտի հասկանան մասնակիցները։ Սրանք մի քիչ չտեղավորվում են շրջանում։ Ես եւ դուք երևի, բայց սա ընդունելի է, մի հատ առաջի հանդիպումից հետո, տեսակ ես պայման դրեցի, որ պետք է իրազեկվածությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը։ Իսկ գուցե դուք միջնորդեք, որ թե պետք թեկուզ մի քանի րոպեանց մենք մտնենք նաև։ Կփորձեմ, ես ամեն ինչ կանեմ, որովհետև մենք չենք օգտվել մարդու իրավունքները չի օգտվել, չի պաշտպանվել, երբ որ լրատվամիջոցների ներկայությունը չի եղել օրինակ կենտրոնական բանկի հանդիպումներին։ Այսինքն ինչպես հասկացանք առանց լրագրողների ներկայությամբ հրաժարվում են իրենք են հրաժարվում ընդունել լրատվամիջոցներին, ինչը մեր կողմից չի խրախուսվում առնվազն, մենք խանդավառված չենք այդ մոտեցումներից, եթե այնտեղ հարցեր առաջանան, որ ես գտնեմ, որ չէ, դրանք պետք է արձանագրվի, որ մյուս հանդիպումներին հանկարծ չմոռացվի, ես կխնդրեմ, որ հնարավորություն տան լրատվամիջոցները դա ուղղակի արձանագրի։ Բայց եթե այսքան կառույցներ դիմել եք դատախազություն, կառավարություններ, բայց միջև մարտական չկա, հիմա մի պից, ինչ սպասում եք։ Ուրեմն ասեմ, բոլորին դիմելու ենք, բոլորին, այդ թվում նաև ազգային ժողովին ենք դիմելու, այդ թվում նաև հակակոռուպցիոն կոմիտեին ենք դիմելու, որովհետև այստեղ մենք ասել են բազմիցս, որ ունենք կասկածներ, ով իմանա, գուցե կասկածները փարատվեն կամ հաստատվեն, եկեք հանդիպումից հետո այդ ու նմանատիպ բոլոր հարցերին կպատասխանենք, ես խնդրում եմ, թույլ տվեք հանդիպումը ունենանք, որովհետև թրջվում ենք։